ուրախ եմ, որ նորից այստեղ ենք, թող Աստված օգնի մեզ ուսումնասիրենք իր խոսքը եւ հասկանանք եւ իրագործենք մեր կյանքում։ Ամեն։ Ուրեմն այսօրվա դասը կոչվում է Հիսուսը նոր ուխտի միջնորդը։ Մենք անցանք արդեն, որ Հիսուսը միջնորդն է մեր, բայց հատուկ նոր ուխտի հետ կապված այսօր մի քիչ մանրամասն ուսումնասիրենք։ Հիշելու համարն է Եբրայեցիս 8:6-ը։ Բայց հիմա Հիսուս ալ ավելի գերազանց պաշտոնի մը հասավ, որչափ որ լավագույն խոստումներով հաստատված լավագույն ուխտի միջնորդ է։ So Հիսուսը կատարյալ կյանքով ապրեց, մեռավ եւ դրանով ընկեց նոր ուխտ մեզ հետ իր մահով։ Տեսնենք ինչով է դա արտահայտվում, կարդանք Եբրայեցիս 7:11-19 համարները։ Արդի թե կատարելությունը ղերտացնելու քահանայության ձեռքով ըլար, որովհետև ժողովուրդը անոր ատենը օրենքի տակ դրվեցավ։ Անիչ պետք էր, որ Մելքիսեդեկի կարգին պես ուրիշ քահանա ելե, ու չսվի Ահարոնի կարգին պես։ Արդ քահանայությունը փոխվելուն պես հարկ էր, որ օրենքն ալ փոփոխություն կրեր։ Եվ իրավ եղավ, վասնզի ան, որն համար այսպես կսվի, ուրիշ ցեղի կպատկաներ, եւ որ մե ոչ մեկը ցեղանին մոտեցավ։ Քանզի հայտնի է, թե Հուդայի ցեղեն հառաջ եկավ մեր Տերը, այդ ցեղին մասին Մովսես բամը չսավ քահանայության համար։ 19 Ու ալ ավելի հայտնի է, որ փոխվեցավ, քանի որ Մելքիսեդեկի նմանությունով ուրիշ քահանա ելավ, որ ոչ թե մարմնավոր բադվերին պես եղավ, հապա անվախճան կյանքին զորությանը պես։ Վասնզի կվկայ է, դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգին պես, քանզի առաջին պատվերը կխափանվի իր տկարությանը ու անշահեկանությանը համար, վասնզի օրենքը բամը կատարյալ չրավ, եւ անոր տեղ բերվեցավ լավագույն հույսը, որով Աստծո կմոտենանք։ Հիմա ինչ եք կարծում, ստեղ որ օրենքի մասն է խոսվում։ Մովսեսի օրենքի մասին։ Այսինքն ստեղ խոսում է, որ ղևտացիները պետք է անեին այդ զոհաբերությունները եւ Հիսուսը ղևտացիների ցեղից չէր եւ Աստված ստիպված պիտի փոխեր այդ օրենքը, որ ինքն սկզբից դրել էր, որ ղևտացիները պիտի ծառայեն իրեն որպես քահանաներ եւ միջնորդներ մարդկանց ու միջև, եւ ինքը փոխեց այդ օրենքը, որպեսզի Հիսուսը կարողանա դառնալ մեր քահանապետը, մեր միջնորդը։ Եվ այդտեղ նաեւ խոսում է, որ քահանայությունը փոխվեց, քահանայությունը փոխվելու պես օրենքն էլ փոխվեց, բայց քահանայության օրենքը փոխվեց։ Ոչ թե Աստծո պատվիրանքների օրենքը փոխվեց, կամ Աստծո ընդհանուր մյուս օրենքները, այսինքն բնական օրենքները, առողջապահական օրենքները, այդ օրենքները չեն որ փոխվեցին, այլ քահանայության ծիսակատարության օրենքը փոխվեց, քանի որ քահանայությունը փոխվեց։ Կոնտեքստից պարզը, այսինքն ինչ է հետ եղավ, այդ զոհաբերությունները հետ եղան, պետք չի անել, ուրեմն արդեն այդ օրենքներ չկա, որ անպայման պիտի ղևտացիների ցեղից քահանա լինեն եւ այլն եւ այդ ծիսակատարությունները անեն։ Հիմա քանի որ ասма կատարյալ չէր այդ օրենքը, չէր կարա մինչև վերջ մարդուն օգներ։ Հիմա հարց է ծագում, եթե բայց պրոբլեմը հին կտակարան հին ուխտի ինչու ներկայանում։ Հենց էր, որ մենք չենք կարող կատարելության հասնել, որ ինքը ընդհանրեն ինչ էր, խորհրդանիշ էր, իրականը չէր, իրականը դեռ պիտի գա։ Ու Հիսուսը, այսինքն Աստված գիտեր այս ամեն ինչը, ինչի ինքը հենց սկզբից այդ օրենքը տվեց։ Ինչի ինքը միանգամից Հիսուսը չեկավ, խաչվեց եւ այլն, ինչի սկզբում խորհրդանիշ տվեց Աստված իրանց։ Որտեղ իրանք պատրաստ չէին։ Իրանք պիտի այդ խորհրդանիշով պատրաստվեին, աճեին, մինչև որ Հիսուսը գար եւ իրանք հասկանային, որտեղ ինչքան մարգարեություններ կա, չէ, Հիսուսի մասին, որ ինքը այս քաղաքում պիտի ծնվի, որ ինքը այսքան տարի հետո պիտի ծնվի եւ այլն։ Ոնց որ օրինակ բերենք, եթե փոքր տղաները ընդհանրապես մեքենա շատ են սիրում, գա իր ապավային ասի իմ համար մեքենա, փոքր տղա է,
կարող է պապան վերցնի, ասես մեծ մեքենա է ծավ, ես ուզում քշեմ։ Հիմա պապան կվերցնի ու այդ մեքենան կառնի, դա մար չէ։ Մի հատ խաղալիքից մեքենա կբերի, կասի հələ դեռ էսի քշի, մինչև մեծանաս։ Հիմա նույնը գալիս է ստեղ, մարդիկ դեռ հասունացած չէին, որ ժամանակը չէր հասել։ Եվ հին հունարեն օրիգինալում մելոս գարմոմո Քրիստոս նշանակում է, որ օրենքի իմաստը Քրիստոսն էր։ Նաև տասնաբանյա օրենքի իմաստը Քրիստոսն է։ Եվ նաև օրենքը, տասնաբանյա օրենքը նույնիսկ կարա մեզի օգնի, որ մենք սրբանանք։ Չէ։ Չէ, եթե ես հայլում միջդայում եմ և տեսնում եմ իմ կնճիռը, այդ հայլը չի կարա ինձ օգնի, որ ես այդ կնճիռը վերացնեմ։ Այլ դրսից մի շարժում։ Եվ կարդանք Եբրայեցիս 8:10-12 համարները։ Քանզի այս է այն ուխտը, որ Իսրայելի տան հետ պիտի դնեմ այն օրերն հետո, գսե Տերը, իմ օրենքներս անոնց մտքին մեջ պիտի դնեմ, ու անոնց սրտին վրա պիտի գրեմ զանոնք, ու ես անոնց Աստված պիտի ըլլամ, եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի ըլլան։ Ու բնավ պիտի չսորվեցնե որևէ մեկը իր ընկերին կամ իր եղբորը ասելով. Տերը ճանցիր, քանզի անոնց պստիկեն մինչև մեծը զիս պիտի ճանչնան, վասնզի ես անոնց անիրավություններում պիտի ներեմ եւ անոնց մեղքերն ու անօրենությունները ալ պիտի չհիշեմ։ Եվ կարող ես կարդալ Երեմիա 31:31-ից 34-ը։ Երեմիա 31:31-ից 34։ Ահա օրեր բուքան գսեդերը, երբ Իսրայելի դանը հետ և Հութայի դանը հետ նոր ուխտ պիտենեմ, ոչ թե այն ուխտին բես, որ անոնց հայրերու նրի։ Այն օրը, երբ անոնց ձեռքեն բռնեցի, զանոնք Եգիպտոսի երկեն հանելու համար, քանզի անոնք իմ ուխտս ծանծրին, ես ալ զանոնք մերժեցի գսեդերը։ Բայց այն օրերեն, երբ Իսրայելի դանը հետ ընելու ուխտս ասիգա է, իմ օրենքս անոնց ներսիդին պիտի տնեմ, ու զանիկա անոնց սրդին վրա պիտի գրեմ, ես անոնց Աստված պիտի ըլլամ և անոնք ինձի ժողովուրդ պիտի ըլլան, ու անկե երբ մարդն է իր ընկերին, ուրիշն է իր եղբորը պիտի չսորվեցնե, ասելով Տերը ճանցիր, ապա անոնց պստիկեն մինչև մեծը ամենեն կզիս պիտի ճանչնան, վասնզի անոնք անհեռոնություն պիտին, վասնզի անոնց անհեռոնությունը պիտի ներեն, ու ալ անոնց մեղքը պիտի չհիշեն։ Ուրեմն եբրայերենում օգտագործվում է նոր բառի համար խադաշ բառը, որ երկուհնա իմաստ կարող է ունենալ, նորացված կամ ընդհանրապես լրիվ նոր։ Ուրեմն հին ուխտի պրոբլեմը ինչու ներկայանում։ Ոչ թե այդ ուխտը ինչ-որ պրոբլեմ ուներ, այլ մարդիկ չկարողացան կատարել այդ ուխտի պայմանները։ Ուխտը կապեցին, Աստված իր պայմանները կատարեց, բայց մյուս կողմը մարդիկ չկատարեցին, իրանք հեռացան Աստծուց, հեռացան, իրանց պայմանները չկարողացան կատարել։ Եվ ուրեմն անկատար ոչ թե ուխտն էր անկատար, այլ մարդիկ էին անկատար, չկարողացան։ Եվ ինչ եղավ, breach of contract, չէ, երբ որ դու չես կարողանում, contract-ը ուխտը, երբ որ դու չես կարողանում անել, այն մյուս կողմը արդեն արգելափակում է, կանգնում է, զրոյանում է։ Եվ Երեմիայի մեջ ինչ ասում, ասում է, այդ նոր ուխտը, որ ես կանեմ, նույնը չի լինի, ինչ որ արեցի ձեր հայրերի հետ։ Այսինքն ոչ թե ստե ուխտի պայմաններն էր փոխվելու, այլ մի նոր բան էր մտնելու, որ հնարավորություն էր տալու մարդկանց կատարելու ուխտը։ Եւ հետաքրքիր է, էլի հարց է ծագում։ Աստված չգիտեր, որ իրանք պիտի խախտեին այդ ուխտը, չէ, ուխտ կապեց, ասեց, այս օրենքը, այս դուք պիտի կատարեք, իրանք չկատարեցին։ Աստված չգիտեր, որ իրանք չէին կատարել, ինչի ինքը այդ ուխտը կապեց։ Այսինքն ոչ որ ես գնամ ու կոնտրակտ կապեմ մեկի հետ,
Որ նախորդ գիտեմ, ես մարդը չի կարա այդ անի, բայց այնուամենայնիվ կապում եմ, ինչի Աստված այդ արեց։ Որպես ես մարդիկ հասկանան, որ իրանք չեն կարա, համբերում ես, մինչև այդ մարդը հասկանում, աճում է, մինչև ինքը հասկանա, որ ինքը չի կարա և փնտրի օգնություն։ Եվ այդ օգնությունը ինչպես եղավ Աստծուց, ուրեմն Engius հունական բառը, engios, նշանակում է երաշխավոր, ռուսերեն գրածա պարուշիցի, երևի երաշխավոր բառն է, այսինքն որ գարանտոր։ Եվ տեսնենք ինչ է էդի փոխում, կարդանք Եբրայեցի սուտ գլխի 1:6-ը։ Այս ասված խոսքերուն բովանդակությունը այս է, այնպիսի քահանայապետ ունենք մենք, որ երկինքը Աստծո մեծության աթոռին աջ կողմը նստավ, սրբարանին պաշտոնյա, ճշմարիտ խորանին, որտեղը կանգնեց եւ ոչ թե մարդը։ Քանզի ամեն քահանայապետ պատարակներ ու զոհեր մատուցանելու համար որոշված է, ուստի հարկ է, որ անցիկա բամ ունենա մատուցանելու, որ եթե երկրի վրա լար քահանա անգամ պիտի չլար, վանզի կան քահանաներ, որոնք պատարակներ կմատուցանեն օրենքին հարմար, որոնք երկնային բաներուն նմանությունով ու շուքով կծառայեն, ինչպես Մովսեսին հրամայվեցավ, երբ խորանը պիտի շիներ, քանզի սա նա է, որ լեռը քեզի ցուցված օրինակին պես շինես։ Բայց հիմա Հիսուս ալ ավելի գերազանց պաշտոնի մը հասավ, որչափ որ լավագույն խոստումներով հաստատված լավագույն ուխտի միջնորդ է։ Բայց եթե առաջինը անմեղադրելի է լար, ուստի երկրորդը պիտի չփնտրվեր։ Ուստի կհանդիմանե զանոնք ու կսե, ահա օրեր կուքան, ու պիտի գան կսե Տերը, երբ Իսրայելի տանը հետ ու Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի անեմ։ Հիմա տեսնենք ոնց է փոխում, որ Աստված ինչ արեց, ստիպված, երբ որ մեկը տուն է առնում եւ չի կարա, տեսնում են, որ իր ուժերը չի հերիքում, որ ինքը այդ լոնը վերցնի, ինչ է անում։ Մեկը երաշխավոր է կանում, չէ, երբ որ ասում է, եթե այս մարդը չկարանա, ես կմուծեմ այդ փողը։ Կամ երբ որ մեկը բանտ անստում, ինչ է անում, մեկը գալիս բել անուցում, հանում է, այսինքն երաշխավոր է կանում այդ մարդու համար։ Հիմա քանի որ պարտքեր ունեն եւ չեն կարա վճարեն, պետք է երաշխավոր մեկը, շատ վստահելի մեկը, որ կարողանար այս գործը գլուխ անել։ Այսինքն նորից մեղավոր մարդու հետ ուխտ է կապում Աստված, բայց այս անգամ տարբերությունը ինչ է։ Իրանց մեջտեղը կա մեկը, որ երաշխավորում է։ Եվ հենց այդ բառը, հունական բառ մեսիտես, նշանակում է գալիս է մեսոս բառից, որ նշանակում է մեջտեղը։ Եվ կարա ունենա 4 նշանակություն, այսինքն ոնց որ դատավոր երկու կողմի միջև, կամ միջնորդ, ինչ որ գործի մեջ միջնորդ, երկուսի միջև, ոնց որ ասենք թե բրոկեր կամ եւ նաեւ կարա լինի վկա իրավաբանական իմաստով այդ խոսքը, երբ որ դատարանում վկա են կանգնում, եւ նաեւ երաշխավոր, 4-րդ իմաստը, երաշխավոր, որ երաշխավորում է այդ համաձայնության կատարումը։ Այսինքն այս համարում շատը այս 4-ի վրա է շեշտը, որ երաշխավոր է։ Տարբերությունը հին ու նոր ուխտի միջև էր, որ նոր ուխտի մեջ երաշխավոր կանեց, որ ասեց ես երաշխավորում եմ այս ամեն ինչը, որ մարդիկ կկատարեն։ Ուրեմն ամեն ինչ շնջվեց եւ նոր էջից սկսեց, Հիսուս ասեց ես պարտքը կտամ, հենց սկզբից Ադամն ու Եվան ուխտը չպահեցին, չէ, շատ հասարակ ուխտ էր, բայց չկարողացան պահեն, հետո Իսրայել ժողովուրդն էլ չկարողացավ պահել այդ ուխտը, չկարողացավ եւ ստիպված եղավ իր որդուն ուղարկի Աստված, որպեսզի որդին երաշխավոր կանի մեր համար։ Հիմա եկեք կարդանք եւ ստեղ ասում է, որ քանի որ ընդեղ ասում է Եբրայեցի սուտ 6-ում ասում է ավելի լավ խոստումներ, կարծում են, որ Աստված անարդար է գտնվել հին ուխտի մարդկանց հետ եւ այն ժամանակվա խոստումները թերի էր, հիմա ավելի լավ է, բայց խոստումները նույնն են, ինչից մենք գիտենք։
Եբրայեցիս 11 գլխում, երբ որ խոսում է հավատի հերոսների մասին, ինչ ասում։ Ասում է իրանք դեռ չեն ստացել Այո։ այդ խոստումները, բայց կստանան երբ որ Հիսուսը գա, գործը ավարտվի, Հիսուսը գա եւ ասում է բոլոր մնացածի հետ նոր կստանան։ Այսինքն նույն խոստումները ոչ մեկը չի տուժել, մեկին ավել խոստում չի տվել, մյուսին պակաս։ Ուղղակի Ստեփոսը դնում այն մասին, որ խոստումը իրոք կիրագործվի, որտեղ երաշխավոր կա արդեն։ Կարդանք Ելից 24 գլխի 1-ից 8 համարները եւ մեկն էլ թող պատրաստի Եբրայեցիս 10 գլխի 5-ից 10 համարները։ Եբրայեցիս Սկզբում Ելից 24 1-ից 8 Աբրահամ օրերն անցուցած ու ծերացած էր, Տերը ամեն բանի մեջ օգնեց Աբրահամը։ Աբրահամը սավ իր տանը երեց ծառային, որ իր բոլոր ունեցածին վերակացներ, կաղաչեմ քեզի ձեռքդ իմ բերանքից տակ դիր, եւ քեզի երդմսեմ Տերոշմով, որ երկինքի ու երկրի Աստվածն է, որ իմ որդիս կին չառնես քանանացիներու աղջիկներեն, որոնց մեջ ես կբնակեմ, հապա իմ երկիրս ու իմ ազգականներուս երթաս ու իմ որդիս Իսահակին անկեկին առնես։ Ելից 24 Ելից, այ կներես, սրանք ոնց եմ կարդում։ Դա էլ է լավ։ 24 24 1-ից 8 Անսա Մովսեսին դերոջ ելեր Թուն ու Ահարոնը Նատապն ու Ափյուտը եւ Իսրայելի ձերերուն 70 հոգի ովերույան ներբակություններ եք, բայց միան Մովսես թոմոդենար երոջը անոնք թող չմոդենան ոչ ալ ժողովուրդ անոր հետ ելեր։ Մովսես եկավ ու դերոջը բոլոր խոսքերը եւ բոլոր կարգատությունները պատմեց ժողովրդին։ Բոլոր ժողովուրդը միացան պատասխան դվին ուսին դերոջը ասած բոլոր խոսքերը պիտի կատարեն։ Մովսես դերոջ բոլոր խոսքերը գրեց ու արդու գանուխ ելավ ու լերան դակ սեղան շիմեց 12 արձան կանգնեցուց Իսրայելի 12 ցեղերուն համեմատ եւ Իսրայելի որդիներեն բադայիններ ղրկեց, որոնք ոչագեզներ մատուցանեցին եւ խաղաղության զոհեր համար զվարակներ զոհեցին դերոջը։ Մովսեսը այրոնին գեսը արավ ու գոնկերու մեջ դրավ եւ այրոնին գեսը սեղանի վրա ծրսկեց, ապա արավ ուխտին կիրկը ու ժողովրդին աչև գարտած եւ անուն գսին դերոջը բոլորը ասածի պիտի կատարենք ու անոր պիտի անազանտենք։ Մինչև քանի մինչև 8-ը Մովսես այս այրոնին ու ժողովրդին վրա սրսկեց ու ասավ ահա բոլոր այս խոսքերուն համաձայն դերոջը ձեզի հետ դրած ուխտին այրոնը։ Okay, շնորհակալություն։ Եվ ուրեմն էսի առաջին օգնում է Եբրայեցիս 10-ից 5-ից 10 կարդա։ Անոր համար երբ աշխարհ եկավ ասավ զոհ ոնցա ճուզեցիր դուն, ապա ինձի մարմինը պատրաստեցիր, ողջակեզներ ու մեղքի պատարակներ չհավնեցար, այն ատենսի ահա կուքամ ես գրքի տոմսի մեջ ինձի համար գրված է, քուկամ կտնելու, ով Աստված։ Վերը ասիր զոհ եւ ընծա եւ ողջակեզներ ու մեղքի պատարակներ ճուզեցիր, ու անոնց չհավնեցար, որոնք օրենքին համեմատ կպատրաստվեին։ Ետքը կսե ահա կուքամ ես, քուկամ կտնելու, ով Աստված։ Առաջինը կհերքե, որպեսի երկրորդը հաստատե։ Անոր կամքով մենք հասրբվեցանք Հիսուս Քրիստոսի մարմնին մեկ անգամ պատարակվելովը։ Ուրեմն ստեղ Պողոսը Սաղմոս 39 գլխի 8-ից 9-րդ համարներն է մեջ բերում, որտեղ Հիսուսը ասում է, որ ես եք, այսինքն առաջին ուխտը կապվեց, մարդիկ թերացան, չկարացան անել, եւ ով եկավ մեջտեղ միջնորդը երաշխավորը եւ եկավ ինչ անի, որ Աստծո կամքը կատարի մեր փոխարեն։ Այսինքն ստերից ինչ է հետևությունը, ինչ է։ Ուխտի պայմանները փոխվել են։ Չէ, պայմանները չէին փոխվել։ Զոհը պետք է։ Նույն պայմաններ, ուղղակի այս անգամ արդեն երաշխավորը ինքը կատարեց պայմանը։ Ինքն է փակում պատկերը, ինքն է չկարացավ մարդ անել։ Եվ քայլեր Քրիստոսի մեջ Էլեն Ուայթը գրում է, որ հավիտենական կյանքի պայմանները նույնն են, ոնց որ եղել են միշտ, ոնց որ եղել են մինչև մեղքը մտնել է այս աշխարհը։ Այսինքն որն է ամենակարևորը Աստծո օրենքին հնազանդությունը։ Պայմանը դա է։ Պայմանը չի փոխվել։ Ուխտի կոնտրակտի միտքը չի փոխվել։ Ուղղակի
նույն ուխտն է, բայց նորացվեց, որտեղ երաշխավոր կանվեց։ Եվ այդ երաշխավորը այնպիսի երաշխավոր է, եւ ստեղ White-ը գրում ասում է, ինչի Աստված պահանջում է դա հավիտենական կյանքի համար։ Ինքը չի կարա թողնի, որ մեղքը մեղավորները հավերժակրեն, ինչի։ Որովհետեւ տեսնում եք աշխարհի վրա ինչա կատարվում, ամբողջ տիեզերքը այդ օրը կընկներ, չէ։ Առաջին Աստված հենց կյանքի ծառի մոտ չէ դրեց, որ քերովեներին, որ պաշտպան, որ մարդիկ չուտեն եւ հավիտյան չապրեն եւ այս մեղքը հավիտյան չտառապեն այս մեղքով։ Այսինքն ամբողջ տիեզերքը կվարակվեր այս նույն բարակով, որ հիմա մեր երկրի վրա է, որ այսքան խնդիրներ, այսքան վշտեր, այսքան մահ եւ այլն չէ։ Աստված չի ուզում, ինքը մեզ չի ստեղծել դրա համար։ Ինքը մեզ ստեղծել է, որ մենք երջանիկ ու հավիտյան ապրենք։ Եվ ուրեմն Հիսուսը երաշխավորեց ինչը։ Հնազանդությունը Աստծո խոսքին, Աստծո օրենքին։ Եվ ինքը այնպիսի երաշխավոր է, որ երբեք չի կարա թերանա։ Ուղղակի մեր ընտրությունից է կախված։ Մենք ընտրում ենք այդ երաշխավորին, թե չէ։ Մարդ կարա գնա, ասի, գիտես, ես քո համար բեյլ եմ տալի, երաշխավոր եմ կանում, քեզ բանդից համեմ, բայց այս մյուսը ասում է, չէ, ես ինձ լավ եմ զգում բանդում։ Ինձ պետք չի, չեմ ուզում։ Նույնը կատարում է մեր հետ։ Մարդը այնքան է մեղքի հետ Սերտ հարաբերության մեջ մտել։ Այնքան է հարմարվել հետը, որ իրան այն ինչ որ առաջարկում է Հիսուսը, թվում է հիմարություն, կոպիտ ասած։ Եվ ինքը չի ուզում, ուղղակի չի ուզում այդ մեղքից դուրս գալ։ Մարդը կա ուզում է իր ուժերով դուրս գա, չի ստացվում։ Չի ուզում խոստովանել, որ ինքը մեղավոր է, որ Հիսուսը իր փրկիչն է, որ ինչ որ մեկն է պետք որ իր փրկի, ոչ թե ինքը կարա, ասում չի, ես կարամ։ Այսքան տարբերություններ կա, բայց մեր երաշխավորը 100% երաշխավոր է։ Եթե մենք վստահենք իրար, ինքը հաստատ որ կհաղթենք, բայց խնդրեմը գալիս է ստեղ, որ ուզում ենք ընդունենք այդ երաշխավորին, թե չենք ուզում ընդունել։ Որն է մեր կյանքի նպատակը, ուր ենք մենք գնում, ինչ ենք ուզում։ Եվ կարդանք վերջում Երեմիա 31:33 համարը եւ Եզեկիել գրքի 36 գլխի 26-ից 27 համարը։ Երեմիան որ մեկն է։ Կարծեմ Եսայից հետո է։ Չէ, որ մեկ։ Երեմիան 31 գլխի 33 համարը։ Ոչ թե այն ուխտին պես, որ անոնց հայրելու նրի, այն օրը երբ անոնց ձեռքեն բռնեցի, զանոնք Եգիպտոսի երկրեն հանելու համար, քանզի անոնք իմ ուխտս զանցրին, ես ազանոնք մերժեցի կսեդերը։ Ահա։ Եվ Եզեկիել 36 գլխի 26-27 համարներ։ Ձեզի նոր սիրտ պիտի տամ, ու ձեր ներսիդին նոր հոգի պիտի տնեմ, եւ ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ, ու ձեզի մարմներեն սիրտ պիտի տամ։ Իմ հոգիս ձեր ներսիդին պիտի տնեմ, ու դուք իմ օրենքներուց մեջ պիտի քալեք, ու իմ հրամուկներս պիտի պահեք ու գործադրեք։ Եվ պիտի բնակեք այն երկրներուն մեջ, որ ձեր հայերուն տվի, ու դուք ինձի ժողովուրդ պիտի ըլլաք, ես ձեզի Աստված պիտի ըլլամ։ Ձեր բոլոր պղծուչներեն ձեզ պիտի ազատեմ, ու ցորենը պիտի կանչեմ, ու զանիկա պիտի շատցնեմ, ու ձեր վրա սով պիտի չբերեմ։ Բայց այն օրերեն հետ կը Իսրայելի դան հետ տնելու ուխտս ասիգա է իմ օրենքս անոնց ներսիտին պիտի տնեմ, ու զանոնք անոնց սրդին վրա պիտի կրեմ, ես անոնց Աստված պիտի լամ եւ անոնք ինձի ժողովուրդ պիտի լամ։ Այսինքն այդտեղ ասեց իմ հոգով, չէ՞։ Այո։ Այդ Եզեկիելի մեջ։ Հիսուսը եկավ, հետո հարություն առավ, մեռավ հարություն առավ եւ ինչ ասեց, Սուրբ Հոգին ուղարկեմ, որպեսզի ձեզ օգնի, որ դուք սրբանաք, չէ՞։ Այո։ Այսինքն պարզ կատարվում է ինչ որ գրած է։ Եվ ուրեմն առաջին ուխտը գրվեց քարի տախտակների վրա եւ կարա թղթի վրա էլ գրվի, բայց այսինքն կարաս այդ տախտակները ջարդես։ Այո։ Կարա այդ թուղթնել մաշվի կամ ճղվի կամ չգիտեմ ինչ, բայց երբ որ քո սրտի վրա է գրում Աստված, սիրտ Աստվածաշուն նկատել ինչ է, միտքը, հասկացումը, քո հասկացությունը, քո բանականությունը, այսինքն քո որոշումները, բայց քո կամ քո որոշումները, թե դու ինչ որոշումներ ես կայացնում։ Եվ
Իսրայելի խնդրեմ ինչ է, ասում է քո մեղքը քո սրտի մեջ գրած է Երեմիա 17 գլխի 1-ից «Железным весом алмазным острым и այսինքն այնց է գրված, որ այդ ալմազով որ բան են անում, չկանկային անում, ինչ են անում, այսքան այնց է գրած, խազված ասма, քո սրտի վրա խազված ասма քո մեղքը։ Այո, խազված է քո մեղքը։ Բայց ասված ինչ է ուզում անի։ Իզորույա նույնիսկ այդ խազված, որ տենց դաջված է քո սրտի մեջ, կարա մաքրի, փոխի, եւ կարա մաքրի եւ նորից դաջի ինչը, Աստծո օրենքը։ Հա։ Ինքը կարա, ոչ մեկ չի կարա բացի Աստծուց։ Եվ կարող է քարեղեն սիրտ ասма կանեմ, քեզ մսեղեն սիրտ կտնեմ։ Այսօր շատ եկեղեցիներու այդ հին ուխտ, որ ասում են, իրանց մտքի մեջ կարծում են, թե այդ օրենքն է։ Մտքի մեջ մենակ չի ասում են այդ օրենքը գնաց, փոխվեց։ Հрьяաներին ասում են, ավելի ճիշտ, ասում են թե հрьяաների օրենքը։ Հա, կարծես թե հрьяաները ուրիշ են, սրա այն նրանքել են մարդ, իրանքել են մարդ։ Այսինքն դա universal օրենք է, որ ասում են մի գովացի մի շնացի, այսինքն մինչև մենակ հрьяաները չպիտի անել, բոլորը չպիտի անել։ Եվ ասում են, որ շաբաթի համար են ասում հрьяաներին։ Ուրեմն, բայց ստեղ մի բան պարզ հասկացանք ինչ, որ օրենքը դրանք տարբեր բառեր են, ուխտը, կոնտրակտը, ուրիշ բառ է, սա համաձայնագիրը։ Ուխտը դա համաձայնագիր է, կոնտրակտ է։ Օրենքը լրիվ ուրիշ բան է։ Այսինքն որ ասում հին օրենքը չի ասում հին ուխտը մեռավ, ուխտը ուրիշ բան է, օրենքը ուրիշ բան է, չի ասում օրենքը իջջիցի։ Ասում ուխտը էլ ուժ չունի, զորություն չունի ինչի, որտեղ հիմա նոր ուխտ է, որտեղ հիմա երաշխավոր է կանած, որ երաշխավորը, որ էսի պարզ ֆիքսենք մեր մեջ, որ օրենքը չի ջնջվել։ Ուղղակի Աստված հնարավորություն տվեց իր որդու երաշխավոր լինելով, որ մենք կարողանանք ինչ որ զարմանալի ձևով թողնենք մեղքը, սրբանանք, որպեսզի պատրաստ լինենք մտնելու երկնքի արքայություն։ Եվ այսօր այդ նույնը մեր համար նույնն է, չէ՞։ Աստված մեզ սիրում է, բազմաթիվ ձևերով ապացուցել է իր սերը մեր համար։ Եվ ուզում է, որ մենք իսեր ի պատասխան այդ սերով ինչ անենք։ Իրան հնազանդվենք։ Ինչի ենք ուզում իրան հնազանդվենք, որտեղ ինքը կմահաճ է։ Չէ, որովհետև մեր երջանկությունը կախված այդ օրենքի հնազանդությունից։ Եթե այսօր երկրում քաոս լինի, ոչ մեկ չուզենա օրենքի հնազանդվի, ինչ սարսափելի կյանք է, չէ՞ դառնում։ Օրենքը ինքը վատը չի, բայց մարդիկ են խախտում օրենքը։ Ոնց կարաս ասես այդ օրենքը, կա վատ օրենքներ, հա, մարդիկ հանում են վատ օրենքներ, բայց օրենքը չի խնդրեմը մեղքի, խնդրեմը հանցագործության, այլ մարդն է խնդրեմը, որ խախտում այդ օրենքը։ Եվ վերջում փորձեմ թարգմանել Ներողություն, մեղքին օրենքին մասին, որ մարդ է խախտում լսես։ Մարդը արդեն բնությունով անհնազանդ է, ինչ որ սատանան է։ Սատանան օրենքը խախտեց, երկնքի օրենքը խախտեց եւ ինքա վար։ Ուրեմն հիմա մարդոց բնության մեջ անակ բամգա, որ երբ որ անձնավորությունը չուզեր օրենքին հետևի, ինքը ավելի self-esteem ունենալու մեջ է անիգա, ոչ թե որ իրեն գիտակցությունով գնե անի։ Մեծամասնությունը։ Ուրեմն, երբ որ տումպամը գսես, որ մեկը դեռ չխոսքը մտի գնե, ինքը ադիգա գրնա որոշումը չանել եւ ոչ գսե, ոչ ասելուն բաճարը ոչ թե որ օրենքը չգիտեր, օրենքը գիտե, բայց ինքը իր որոշումը պիտի առնե իր անձին համար, իր անձը ես գսե, որ ես ավելի իշխանություն եմ, ես կորոշեմ, ինչպես որ ես կուզեմ։ Անորամար է որ օրենքը դուրս կտապի որ հաբարդության երես։ Պրոբլեմը հենց նրան է եւ շատ անգամ պատանիներն են գնում այդ պրոբլեմի մեջ, չէ՞, որ մի քիչ մեծանում են, կարծում են իրանք արդեն կարան ինքնուրույն, դու ինձ մի թելադրի, մամա, պապա, ես գիտեմ ինչ անեմ, եւ այլն, եւ գնում են շատ սխալներ են գործում, իրաց վնասում են, հետո նոր հասկանում են ինչ որ բան, եթե հասկանում են, իհարկե։ Եվ ստեղ մենք մեծերս ամեն բանը գնենք։ նույնը Աստծո հետ կապված, որ Աստված որպես մեր հայրը։ Եվ ստեղ նորից քայլեր դեպի Քրիստոս գրքի մեջ գրում է ուայթը, որ ինչքան մենք մոտիկ ենք Հիսուսին, այնքան ավելի շատ
թերություններ ենք տեսնում մեր բնավորության մեջ, որովհետև մեր հոգևոր տեսողությունը սրանում է։ Ոչ թե մենք այն ժամանակ մաքուր էինք, հիմա նոր մեղքի մեջ ընկանք, չէ, մեղքի մեջ էինք, բայց չենք իմանում, որ մեղքի մեջ էինք։ Եվ ուրեմն, երբ որ նայում ես Հիսուսին, ամբողջ գաղտնիքը դրանումն է, եթե քեզ նայես ու համեմատես կողքինների հետ, կարող է դու ինչ-որ լավ ձևով երևաս իրանց համեմատությամբ, բայց ամբողջ գաղտնիքն է, որ քեզ համեմատես Հիսուսի հետ, ոչ թե մարդկանց հետ։ Եվ այն մարդը, ով չի դիտակցում, որ ինքը մեղավոր է, այդ մարդը մեջ ասում է չի կարա Աստծո սերը ապրի։ Միայն սիրտը, որ վերափոխված է Հիսուսի շնորհքով, միշտ կհիանա նրա աստվածային բնավորությամբ։ Բայց եթե մենք չենք տեսնում մեր բարոյական թերությունները, դա վկայում է այն մասին, որ մենք չենք տեսել ու ճանաչել Հիսուսի բնավորության գեղեցկությունը եւ կատարելությունը։ Թող Աստված մեզ օգնի, որ մենք միշտ մեզ համեմատենք Հիսուսի հետ, միշտ նայենք Հիսուսին, որպեսզի ի վիճակի լինենք մաքրվելու եւ պատրաստվելու նոր երկրին, որ Աստված մեզ տալու է։ Ամեն։ Ամեն։